Բարև ձեզ ընկերներ, այսօր կխոսենք պարզ, բայց իսկապես հրաշալի բանջարեղենի դդմի մասին։ Այս արևային գեղեցկուհին ոչ միայն զարդարում է աշնանային սեղանը, այլև կարող է հրաշքներ գործել մեր օրգանիզմի հետ։ Դուք կիմանաք, թե ինչպես է դդումը մաքրում արյունն ու անոթները, ամրացնում սիրտը, բարելավում նյութափոխանակությունը և նույնիսկ օգնում ավելի երիտասարդ տեսք ունենալ։ Իսկ վերջում կպատմեմ, թե ինչպես ճիշտ պատրաստել և ընդունել այն բոլոր օգտակար նյութերը պահպանելու համար։ Ինչու է դդումը սուպերֆուդ։ Դդումը իսկական առողջության գանձարան է, դրանում գրեթե կալորիա չկա, բայց շատ վիտամիններ, միներալներ և մանրաթելեր կան։ Հատկապես արժեքավոր են A, E, C վիտամինները և հազվագյուտ D վիտամինը, որը օգնում է ծանր սնունդը մարսել և մաքրել արյունը։ Բացի այդ, դդումում հսկայական քանակությամբ կալիում կա, սրտի և անոթների առողջության գլխավոր միներալը։ Կալիումն ու մագնիումը դդումում դուրս են բերում օրգանիզմից ավելորդ աղը, իջեցնում ճնշումը և նվազեցնում սրտի ծանրաբեռնվածությունը։ Մանրաթելերը մաքրում են աղիքները տոքսիններից, ինչը նշանակում է արյունն ավելի մաքուր է դառնում։ Բետա-կարոտինը պաշտպանում է անոթները ծերացումից, դարձնում դրանք առաձեքական և կանխում խոլեստերինային բլյաշների առաջացումը։ Դդումի կանոնավոր օգտագործումը օգնում է իջեցնել վատ խոլեստերինի մակարդակը և բարելավել արյան շրջանառությունը։ Եվ հատկապես կարևոր է, որ դդումը մեղմորեն աջակցում է լյարդի աշխատանքին, մեր գլխավոր ֆիլտրին։ Հակաօքսիդանտների համալիրի շնորհիվ դդումը նվազեցնում է բորբոքումները անոթներում և օգնում վերականգնվել ստրեսներից հետո։ Այն օգտակար է վարիկոզի, անեմիայի, աթերոսկլերոզի դեպքում և նրանց համար, ովքեր հաճախ հոգնածություն են զգում։ Դդումը նաև բարելավում է մաշկի գույնը, դարձնում այն հարթ ու թարմ։ Քանի որ արյան մաքրումն ուղղակիորեն արտացոլվում է արտաքին տեսքի վրա, հենց այդ պատճառով են ասում. եթե ուզում ես մաքուր մարմին, սկսիր մաքուր արյունից։ Գլխավորն է չափից ավելի չեփել դդումը, որպեսզի առավելագույն օգուտը պահպանվի։ Ամենալավը թխել ջեռոցում 180 գրադուս Ցելսիուսում, առանց շաքարի և յուղի։ Կարելի է պատրաստել դդմի պյուրե շիլաջրի կամ կաթի վրա, սմուզի մեղրով և կիտրոնով, կամ աղցաններ դդմով և ձիթապտղի յուղով։ Շատ օգտակար է թարմ քամած դդմի հյութը, առավոտյան դատարկ ստամոքսին կես բաժակ, 10-ից 14 օրով։ Այն մաքրում է լյարդը, դուրս է բերում տոքսինները և բարելավում դեմքի գույնը։ Ինչը կարևոր է հիշել, դդումը չի կարելի օգտագործել շաքարով կամ յուղոտ մթերքներով։ Դա նվազեցնում է նրա մաքրող հատկությունները։ Ցածր թթվայնությամբ ստամոքսի և շաքարային դիաբետի դեպքում չափավոր քանակությամբ։ Իսկ դդմի սերմերը առանձին օգուտ են։ Նրանք մաքրում են օրգանիզմը մակաբույծներից, ամրացնում անոթները և բարձրացնում ցինկի մակարդակը, կարևոր տղամարդկանց առողջության համար։ Դդումը պարզապես բանջարեղեն չէ, այլ բնական մաքրող և էներգիայի աղբյուր։ Եթե ավելացնեք այն ձեր սննդակարգում շաբաթը առնվազն 3-4 անգամ, կնկատեք թեթևություն մարմնում, մաքուր մաշկ և տրամադրության բարելավում։ Փորձեք արդեն այսօր և համոզվեք ինքներդ, թե որքան հզոր է բնության ուժը։ Բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի չկորցնեք առողջության և երկարակեցության մասին նոր տեսանյութերը։ Եվ հիշեք, երբեմն պարզ սնունդը բուժում է ավելի լավ, քան ցանկացած հապ։